Ելք դաշինքն այսօր անկախ քաղաքացու մանիֆեստ հռչակեց դաշինքի անդամների խոսքով պետք է հրաժարվել կեղծ գործոններից ու Հայաստանում հաստատել անկախ քաղաքացու իշխանությունը։ Փողը, վախը եւ արհեստական հեղինակությունները երեք հիմնական գործոններն են, որոնք կեղծում են ընտրությունները նախքան տեղամաս գնալը գրված է մանիֆեստի մեջ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան քաղաքացին պետք է հռչակի ամբողջ հայությանը, որ ես անկախ եմ փողից եւ ընտրակաշառքից, ես անկախ եմ վախերից, ես անկախ եմ արհեստական հեղինակություններից։ Ելքդաշինքի կողմից Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում առաջադրված Հայկ Կոնջորյանի խոսքով քաղաքացիներն ապրիլի 2-ին ձեռքի մի շարժումով կարող են փակել Հայաստանի պատմության անփառունակ էջը։ Թեկնածուն անցորդներին իր հեռախոսը համար ներբաժանում ու խոստանում ընտրվելու դեպքում մշտապես կապի մեջ լինել։ Ես պատրաստվում եմ լինել ձեզ համար մշտապես հասանելի։ Եկեք միասին Հայաստանում ստեղծենք նոր քաղաքական մշակույթ, որտեղ պատգամավորը ընտրողներին հասանելի է, ոչ թե 5 տարին մեկ, այլ ամեն օր։ Երիտասարդ թեկնածուն Կոմիտասի պողոտայում հավաքված թոշակառուներին համոզում էր, թե սերնդափոխության ժամանակն է նրա խոսքով, հենց իրենք են փոփոխություն իրականացնողները։ Ես ասում եմ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա, քանի դեռ կան մարդիկ, ովքեր Ուր է այդ ելքը։ Ելքը մենք ենք, ելքը այս Հələ մի հատ հարցրա, տես կա այդ ելքը։ Այս ելքը սերնդափոխությունն է։ Ով կթողի դու այդ ելքի վրա գնաս։ Մենք չենք սպասում, որ ինչ-որ մեկը։ Այդ բոլորը որ գովում է, դայ բոլոր կուսակցությունները ասում են ժողովրդին է սիրել ժողովրդին է ուզում լավ պահել, կոռուպցիան վերանաբան, բայց բոլորն էլ իրաց մասեր է։ Դե բոլոր կուսակցությունը միացեք, մի կուսակցություն ստեղծեք։ Այդ կլինի ասեք ժողովուրդ ձեր կողմն Այդ եք։ կլինի սովետական միություն։ Մենք ասում ենք, որ Սովետական միությունը շատ էլ լավ էր։ Համ աշխատանք կար, համ ջրի ուսուցում կար, համ ջրի բուժում կար։ նրանք ովքեր որ թալանել են, այսօր չգնաք ձեր ձայնը չտաք։ Այնպես հետո էլ դուք եք գալու թալանել։ Եկեք մեզ վերահասկեք։ Վերահասկեք մեզ։ Անցորդները հիմնականում ասում էին, թե ընտրությունների արդյունքին արդեն վաղուց է չեն հավատում։ Նրանք սոցիալական պայմաններից էին դժգոհում ու նշում, որ ապրիլի 3-ին ավելի լավ Հայաստանում չեն ապրելու։ Ելք կա, պնդում էին դաշինքի անդամները։ Երկու թորս կարմիր դիպլոմով տանը դրած, աշխատանքի տեղ չունեն, ինչի համար ոնց էին սովորում, գիշեր ցերեկ։ Որպեսզի չլինեն այդպիսի կարմիր դիպլոմով ավարտած գործազուրկներ, մենք պետքա առողջացնենք Հայաստանի քաղաքական համակարգը։ Մենք պիտի փոխենք Հայաստանի իշխանությանը, որպեսզի դա լինի։ 17 տարի Վարշավայում եմ ապրում, 7 անց է, Մազի ջան, Լեննագանի կողմից։ Սոված մազապուրց եկեն գելենք ստե, բայց ով է ինչ արես, 17 տարվա մեջ։ Դրա համար ապրիլի 2-ին գնացեք ընտրության ու մերժեք բոլոր այդ հին ուժերին, ովքեր որ այս երկիրը այսօրին են Ով է նայում մեր մերժելուն ու ասելուն։ Դուք եք որոշում Հայաստանի ճակատագիրը։ Անենց են խրվել, անենց են այն գիշատիչ աչքերով, գիշատիչ այսպես քիչ ամնում ուտեն, էլ ինչ ուտեն, ինչ կան կարելի է ուտեն։ Հիմա դուք գոնե մի բան գիտեք, Ես որ վաղուց դուք պետք է գիտեմ։ ընտրեք այդ Ես գիշատիչ աչքերով վաղուց մարդկանց։ գիտեմ, շատ վաղուց գիտեմ, Ապրեք դուք։ բանի տեղ չի անցել իմացածնել, Անցնելու է, այս անգամ անցնելու է։ անենց էս որ հիասթափվում, հուսահատվում։ Ով ուժեղան էլ հաղթելու է, բնական բան է։ Ուժեղի մոտ միշտ թույլը մեղավոր է, ճիշտ չի, ճիշտ է։ Ուժեղ ամեն ինչով, թե փողով, թե ռեսուրսով, թե ես ինչ իմանամ, թե իրանց շրջապատով։ Անկախ քաղաքացին որտեղ մնաց, եկեք բոլորս գնանք, մի վախեցեք, Գործոնի հետևից այս 25 տարին այս վիճակին չէին գլի, չկա մարդկային գործոն, ինչ մարդկային գործոն։ Եկեք ի վերջո, այդ մեր մեջ քնած այդ քաղաքացին թող արթնանա, գնա կատարի ընտրություն։ Թող գնա։ Հա քաղաքացին չի կարա իր ձայնին տեր կայնի, այ ցավը տանեմ։ Մեր դժբախտությունը Այդ Ռաֆի Հովանեսյանը հաղթեց տեր կայնեց ձայնին։ Ժողովուրդը գնաց ինչ արին, տեր կայնեցին։ Վայ այդ նույն բանն է էլի։ Ումն ընտրեմ, ստե մարդ հեփ կա որ ընտրեմ։ Ումն էլ ընտրես թալանեն էլի։